Ողջույն։ Երևան, Փարիզ եւ Փարիզ, Նյու Յորք թռիչքի ընթացքում, ինչպես նաեւ երևի մի ժամ էլ այսօր ընթերցելուց հետո, կարդալուց հետո ես ավարտեցի, որտեղ է Կոլյա Ստեփանյանը կամ Կոլյա Ստեփանյանի որտեղ գիրքը։ Ինչ ասեմ, դիտել էի այս երիտասարդի հարցազրույցը Գորգ Լումիրի հետ, շատ էի ցնցված, դրա համար որոշեցի անպայման գիրքը կարդալ։ Շատ հուզիչ էր։ Իսկ այս գիրքը պետք է թարգմանվի հայերեն եւ Հայաստանի տկարամիտ հասարակության մեծ մասը պետք է այս գիրքը կարդա, որպեսզի մենք բոլորս միասին ավելի հասկանանք, ավելի գնահատենք այն երիտասարդներին, որոնք իրենց կյանքը տվեցին ուրեմն Արցախի պաշտպանությանը եւ որոնք զոհվեցին եւ որոնք դարձան հաշվանդամ։ Սա պատմություն է ուրեմն 21 երիտասարդների մասին շրջապատումի մեջ ընկած, դուրս եկած, վերջում բաժանվել են 3 խմբի, 6 հոգով ինչպես փրկվեց նրանց կյանքը։ Շատ հուզիչ էր։ Մանավանդ պահ կար երկու պահ, որ իսկապես քիչ առաջ վերջում այդ երկու պահ, որ իսկապես շատ հուզվեցի, լինելով բժշկական կենտրոնում, ընդունելով իմ հերթական քիմոթերապիայի բուժումը, որ ինձ իմ հարազատները բժիշկները արգելում են հուզվել, բայց քանի որ չեմ կորցրել իմ մարդկային կերպարը, իմ հայի տեսակը, շարունակում եմ ամեն բան սրտից շատ մոտ ընդունել։ Կներեք իհարկե։ Շատ երկու պահ ինձ ցնցեց, երբ որ տղաների մոտ վերջապես աշխատեց հեռախոսը ու հնարավորություն ունեցան զանգելու տղաներից մեկի եղբորը։ Եվ երկրորդ պահը, որ ինքը Կոլյան հեռախոսի մեջ լսեց Աուզարը։ Ինքը լսեց հեռախոսի մեջ հոր ձայնը, որը իրան խոկոլո է կանչում, թե խոկոլո, թե հոկոլո, չգիտեմ գորիսի ակցենտով դա ինչ է նշանակում, որովհետև ծնողները Գորիսից են, բայց Կոլյան ուրեմն ծնվել մեծացել է Ռուսաստանում։ Խոկոլո, հոկոլո, կպարզ է ինչ է նշանակում, բայց պատկերացրեցի, որ 24 տարեկան տղան լսում է հոր ձայնը, ինչևից է։ Եվ մի կարմիր գիծ անցնում գրքի մեջով, շատ հետաքրքիր, որ նորից կուզենամ այս գիրքը թարգմանվի, որ մարդիկ կարդան ու տեսնեն, որ մեր հասարակությունում շատ մեծ քանակի մարդիկ առաջ օրվանից արդեն պարտված են եղել։ Այս տղային անդադ քննադատել են, ծաղրել են, թե ինչիա դա քեզ պետք, ինչ ես դու դառնում Հայաստանի քաղաքացի, ինչ ես դու գնում բանակ։ Նրա վրա զարմացել են բանակում, նրա վրա զարմացել են սպայերը, նրա վրա զարմանում է իրեն ով էր տանող տաքսու վարորդը, որ ես էլ եմ առաջի պատերազմում կռվել, բայց հիմա տղաներից ուղարկել եմ Ռուսաստան ու զարմանում են, թե այս տղայի ինչին է պետք դառնալ Հայաստանի քաղաքացի, գնալ հայկական բանակ։ Իհարկե ինքը շատ հետաքրքիր պատասխան է տալիս դրան իր պատմության վերջում, որ ձայնն է իրան դահուշում։ Խղճի ձայնը, ճշմարտության ձայնը, նրա ձայնը։ Եվ այդ ձայնը, որ միշտ տանում է մարդկանց տարօրինակ վայրեր, սարսափելի վայրեր, տրորված արահետներով, արահետներից հեռու ճամփաներ, բայց իր յուրահատուկ ուղիով, որտեղ ամեն ինչ անհայտ է։ Ես իհարկե հպարտանում եմ այս երիտասարդով, կուզենամ նրա հետ հանդիպել, երբ որ լինեմ Հայաստանում, խորհուրդ կտամ ինչ որ մեկը նախաձեռնի այս գիրքը կարդա, որպեսզի այն ինչ որ ես պատերազմից հետո ասում եմ, որ ամբողջ Հայաստանի հասարակությունը պիտի լինի զոհվածների ծնողների կողքին, բռնի նրանց ձեռքը, նստի նրանց կողքը, լացի սքան նրանց հետ, որ դեռ ուշ չի, այդ հոգատարությունը պետք է անպայման շարունակվի, նմանատիպ հոգատարություն պետք է տանել վիրավոր եւ հաշվանդամ տղաների նկատմամբ, ինչպիսի նաև Կոլյա Ստեփանյանն է, չնայած շատ լավ վաստակում է, բայց կորցրել իր երկու ոտքը, Երևանում երևի նրանք կտեսնեք,
ուրեմն պրոթեզների վրա շորտերով առանց պրոթեզները թաքցնելու շատ համարձակ, շատ ազատ, առանց ստերեոտիպների Երևանով ման է գալիս։ Բայց գիրքը պետք է անպայման թարգմանվի, որպեսզի մենք բոլորս կարդանք եւ գնահատենք։ Եվ մի շատ հետաքրքիր բան հայտնաբերեցի գրքում, ուրեմն նորից մեր հասարակության, հայաստանյան հասարակության հայելային արտապատկերը, որտեղ ցույց է տալիս գրքում նկարագրում է բանակային բարքերը։ Ես կուզենայի, ես կփորձեմ այս 2 օրը այդ մի քանի էջը թարգմանել եւ ընթերցել ձեզ համար կամ հրապարակել, որովհետեւ անձամբ ես բանակում չեմ ծառայել ընդհանրապես, հայկական բանակում առավել եւս, ովքեր ծառայել են փոքր ինչ չգիտեն, ովքեր չեն ծառայել չգիտեն, դուք պետք է իմանաք, թե ինչպիսի բարքեր են եղել մեր բանակում, ինչպիսի կառուցվածք է գործում հայկական բանակում։ Ես չեմ կարծում, որ այդ կառուցվածքը վերացել է, դա է պատճառը, որ հայկական բանակում անդադ կան զոհեր, ու երբեք ուրեմն Հայաստանը պաշտպանված չի լինի, երբ որ մեր բանակը բանակ չդառնա։ Մեր բանակը բանակ չի դառնա, Պապիկյան չէ Նիկոլետա դառնան պաշտպանության նախարար կամ ես չգիտեմ Ամերիկայի պաշտպանության նախարարին բերեն նշանակեն, երբեք բանակը բանակ չի դառնա, եթե բանակից չվերանան, արմատախիլ չլինեն այդ բոլոր բարքերը։ Այդ բոլոր արմատախիլ անելու համար հարկավոր է պարզապես կամք։ Բայց այդ գողական այդ հարաբերությունները, որ կան հասարակությունում, պետք է բանակից արմատախիլ անել։ Համենայն դեպս շատ ուզվեցի, լավ գիրքեր, խոնարհվում եմ Ռուսաստանը ծնունդ, Ռուսաստանը բնակ Կոլյա Ստեփանյանի արչև, նրա ծնողների արչև, որը փսի երեխա են ծնել, նրա ընտրության արչև, ողջունում եմ իրան եւ իր մնացած 5 ընկերներին, որոնք փրկվել են։ Փառք ու պատիվ մեր զինվորներին, Աստված լուսավորի, լույս իջնի մեր եղաբլրի վրա, եղեք հաշվանդամների վիրավորների հետ, երբեմն 2 սուրճ պակաս խմեք, նվիրաբերություն արեք Հայաստանի Հանրապետությունը զինվորների քաղաքին, զինվորների վերական ուղղական կետրոնին, ինչպիսի ես արեցի 1 շաբաթ առաջ լինելով Երևանում։ Գլուխ չեմ գովում։ Դուք էլ արեք, մցրեք իմ աշկը։ Փառք ու պատիվ մեր զինվորներին, այսքանը, շատ լավ գիրք է, կարդացեք, եթե ռուսերենի տիրապետում եք, դիտեք Եգոր Գլումովի հարցազրույցը, որը ես կասեի համարյա թե ոչինչով չի զիջում այս գրքին։ Երկուսն էլ շատ հետաքրքիր են։ Ամենայն բարեկներ հայ ժողովրդին, իմաստություն, խելք, սեր, հարգանք եւ միաբանություն։ Ստեսուն ձեզ։